խառը ժամանակներ են եւ ցանկացած բառ, հարց կարող է սխալ դիտարկվել, դրա համար ես առաջին հերթին նշում եմ, որ իհարկե որևէ բռնություն, վիրավորանք լրագրողի նկատմամբ անթույլատրելի է, այստեղ վեճ չի կարող լինել։ Ես օրինակ ցանկանայի, որ քաղաքացիական պայմանագիրը կողմ քվեարկեր, որովհետև ի վերջո մի օր պետք է այս հարցերը լրագրող պատգամավոր, լրագրող նախարար, լրագրող փոխնախարար, ինչ-որ քննարկվի, որ մի հարթության վրա գանք։ Բայց ես կուզեի, որ ձեր հիմնավորումը ավելի ուժեղ լինի եւ այդ պատճառով մի հարց եմ տալի։ Եթե ես չեմ սխալվում, կարող լավ չեմ լսել, դուք ասեցիք սեռով պայմանավորված վիրավորանք, ճիշտ եմ լսել։ Հա, այստեղ ո՞րն է սեռով պայմանավորված է, ես ուզում եմ հասկանամ, որ հետո ես էլ ճիշտ որոշում։ Ճիշտ ասած ինձ էլ է հետաքրքրում էլ ինձ։ Շնորհակալություն։ Ես ուղղակի ճիշտ ասած ամաչում եմ նույնիսկ կրկնեմ այդ խոսքերը անընդհատ։ Բայց երբ որ տղամարդը կնոջը ինչ որ տենց ինչ որ բաներ Ես պետք է խնդրեմ այս կողմը նստեք։ Դա ակնհայտ առաջին Ես ներողություն, մի վարքյան կներեք Տիկին Թովմասյան։ Եկեք sense պայմանավորենք։ Դուք քանի որ տրադիցիոն միշտ մասնակցում եք հանձնաժողովի նիստերին, մենք որևիցե խոչընդոտ չենք ստեղծել ձեր համար, բայց դուք նիստի մասնակից չեք տվել պարագայում։ Դուք պարզապես պետք է հանգիստ, եթե ձևավորվի էթիկայի հանձնաժողովի եւ ձեզ հրավիրեն եւ ձեզ լսեն, այդ վաղ ինչքան ուզում եք խոսեք։ Եթե կարիք կա ձեզ լսելու առանձին հրավիրենք հանձնաժողով, լսենք, դա էլ հնարավոր։ Բայց հիմա խնդրում եմ, իսկ պատգամավորներին խնդրում եմ հումորի վերադառնամ, չսադրեն մեր լրագրողներին։ Խնդրեմ Տիկին Թովմասյան։ Հիմա փորձեմ նորից պատասխանել։ Պարոն Նազարյան, ես ամենևին չեմ ուզում կրկնել այդ խոսքերը եւ ես կարծում եմ, որ բոլորդ էլ հասկանում եք, որ եթե տղամարդը որևէ կնոջ ասում է այն արտահայտությունը, ինչ որ անում է Անդրանիկ Քոչարյանը, դա ակնհայտորեն առաջին տպավորությամբ վիրավորում է որպես կին, հետո նոր որպես լրագրող։ Երկու դեպքում էլ մենք գործ ունենք խտրական վերաբերմունքի հետ։ Եվ խտրական վերաբերմունքի դրսևորումը նաև ընկալման խնդիր է։ Խնդրում եմ խոսեք ձեր նախկին գործընկերոջ հետ եւ ասեք ինքը ինչ զգացողություններ ա ունեցել եւ որպես լրագրող եւ որպես կին։ Երկու դեպքում էլ ինքը կբացատրի ձեզ արդյոք այդ խտրական վերաբերմունքը զգացել է որպես կին, թե զգացել է միայն որպես լրագրող։ Ես կարծում եմ, որ երկու դեպքում էլ զգացել է եւ ուղղակի անթույլատրելի է, որ այս վարքագիծը ուղղակի հանդուրժվի։ Այսինքն սրանից ավելի ինչ պետք է անեն, այսինքն պետք է ինչ աներ, ծեծեր, ջարդեր, որ իսկ ինչ վերաբերում է պարոն Խաչատրյան, ձեր հարցին էթիկայի հանձնաժողով, ես այդ ուղղակի ուզում էի ասեի, մոռացա այդ պահին, ով որ բռնություն էր գործադրել լրագրողի նկատմամբ, պատգամավոր չէր, հետևաբար էթիկայի հանձնաժողով չէր կարող ստեղծվել։ Որ դուք ասում եք, բան ժամանակ ինչի չեք արել, այն ժամանակ ինչի չեք ստեղծել, դատապարտումը շատ ավելի վաղ եւ շատ ավելի երկար process է եղել, որ կատարվել է, ես ուղղակի զարմանում եմ, որ դուք առանց հետևելու եք process-ներին սրա մասին խոսել։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Նազարյանի հարցին, ես կարծում եմ, որ հիմնավորումը տվեցի, իսկ եթե շատ ավելի մանրամասն հիմնավորման կարիք կա, որ սահմանադրության խտրականության մասին արգելքն է գործել, այո, խտրական վերաբերմունք է դրսևորվել, այո, խախտվել է պատգամավորի էթիկայի եւ վարքականոնի նորմը եւ խախտվել է Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքը։ Բայց սա հստակեցնող հարց է, էլի։ Հիմքերը պատգամավորի պատասխանության ենթարկելու հստակ նշված են, բայց կոնկրետ ձևակերպելու համար անհրաժեշտ է պարզել։ Մենք քննարկում ենք ձեր առաջարկը ինչպիսին է, խախտվել է էթիկայի կանոնները լրագրողի նկատմամբ, թե տեղի է ունեցել վարքագիծ, որը խտրական է իր բնույթով, եւ այն կարող է դրսևորել նաեւ այլ անձի նկատմամբ։ Խնդրում եմ այս հարցին պատասխանեք, որ հստակ լինի։ Դուք երկու հիմք խառնեցիք հիմա, էլի։ Չէ, չեմ խառնում, ես տարբեր հիմքեր եմ բերում, ես չեմ խառնում։ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության եւ երաշխիքների մասին օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 8-րդ կետեր, կարդում եմ, 2-րդ կետ։ Հարգել հանրության բարոյական նորմերը։
այդ արտահայտությունով չի հարգվել հանրության բարոյական նորմերը, կարծում եմ չկա երկրորդ կարծիք։ Երկրորդ, ուղիղ կարդում եմ 8-րդ մասը։ Հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ падգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս։ Հիմա ո՞նց բացատրեմ, որ խախտվել է այս օրենք, այս երկու նորմա։ Չէ, ուզում հասկանամ, այսինքն մեղադրանք ենք ներկայացնում, չէ՞, դիցուկ։ Դա ասեցի, երկու մասով։ Երկու մասով։ Երկու մասով։ Արարքը երկու բան է։ Երկու նորմ է խախտել։ Այո, հանրության բարոյական նորմերը եւ լրագրողի մասնագիտական գործունեությունը, լրագրողի հետ շփումը իր լիազորությունները իրականացնելիս։ Արձագանք ունեիք, չէ, պարոն Ազարյան։ Թեթև արձագանք եմ, ամեն դեպքում ես հասկացա ինչ նկատի ունեք, բայց նաև այդ դեպքում էլ չի կարելի նշել սեռով պայմանավորված, որովհետև Հռիփսիմե Ջեբեջյանի փոխարեն կարող է լինել տղամարդ եղելի վիրավորվեր։ Այդ սեռով պայմանավորված չի, ուղղակի վիրավորել չի կարելի, ինչ կապ ունի լրագրողը կինա, թե տղամարդա։ Ես այստեղ չեմ կարողանում էլի այնց այդ հատուկ բան անել, որ մանավանդել արդեն հասարակությունը հոգնել է, էլի անդադ այդ գենդերային առանձնացումը, ինքը կինա, դրա համար իրան վիրավորեցին, ինքը կինա, դրա համար տուգանեցին, ինքը կինա, դրա համար էս արեցին։ Դե չէ, Պարոն Մինասյան, պարոն Ազարյան, բայց գուշ եք արտահայտությունների մեջ մի հատ նոր հանձնաժողով հիմա չստեղծվի։ Լավ, ես ավարտեցի, որովհետև Խնդրեմ Տիկին Թովմասյան, կարիք տեսնում եք։ Ես չեմ կարծում, որ պիտի արձագանքեմ, ես ուղղակի ուզում եմ ասել, որ այո, բոլորը ունեն իրավունքներ եւ կանայք եւ տղամարդիկ եւ երկու սեռերի իրավունքներն էլ պետք է պաշտպանվեն անկախ իրավիճակից եւ այստեղ պիտի չլինի խտրական Ներողություն վերադառնամ դասարանից էլի, նախ առանձին նստեք։ Չէ, խոսքը քննարկի մասին է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։